Արագածի փեշերին գտնվող Մանթաշ, Արևշատ եւ Գեղանիստ գյուղերում ձմեռը երկար է մնում։ Բարձրադիր գոտում կառուցված տների բնակիչները սովոր են ալագյազից փչող քամիներին ու ցուրտ օրերին։ Այս բնակավայրերում մինչև գարնան ավարտ տուն են տաքացնում փայտով, ածուխով ու աթարով։ Արևշատ եւ Գեղանիստ գյուղերին բնական գազ հասել էր դեռ 2000-ականներին, բայց տնտեսություններն այն չեն օգտագործել։ Հիմա 25 տարի անց նոր ներքին գազատար է կառուցվում գյուղերի համար։ Անցած տարվա կեսին են սկսել աշխատանքները։ Ժամանակավոր թաթար էին տվել ցրտերի պատճառով։ Գյուղերում լուսադեմից են վառարանները վառում, այստեղ օրն ու գյուղական առօրյան շուտ է սկսվում։ Շուտ են վառում, շատ վառելիք սպառում։ Փայտն ու ածուխը թանկ են, հիմնական վառելանյութը եւ կարելի ասել ձրին մնում է աթարը։ Մինչև ուշ գիշեր գյուղական տների ծխնելույզներից ծուխ է բարձրանում։ Մեր կովերի արտալն է։ Մենք անասնաբուծությամբ կզբաղվենք։ Տուն է էլի։ Հա, էս ենք վառում։ Հա, ինչ ենք, մինչև գազայեղի տեսնենք հնարավորության դեպքում քաշենք մեզ։ Ատաշ, դե դրած է, ցանատար վառում ենք, ինչ վառեմ։ Ածուխն էլ գելիս թանկը ծրեցին, ինչը վառենք։ Համե բայց գազը պետք է քաշեք տուն։ Բա ինչ պիտենք։ Մենք վառելիքը վառել ենք աթարով, փեդով, յոլա ենք գնացել, հնի ածուխով, բայց սրանից հետո որոշել են նոր գաստան, մենք եք օգտվենք։ Փայտ ու աթար կրելուց, ծուխ ու ծխնելույզ մաքրելուց մարդիկ արդեն հոգնել են։ Վառարանի տված ջերմությունն ինչքան էլ ուրիշ լինի, գազն այսօր անհրաժեշտություն են համարում։ Արևշատում մատների վրա կարելի է հաշվել տնտեսություններին, որոնք կարողացել են կապույտ վառելիքը տուն բերել, գազով ապահովել։ Այժմ նոր կառուցվող ներքին գազատարը հնարավորություն կտա շատ ընտանիքների դառնալ գազասպառող։ Արևշատցիները գիտեն, գազը թանկ է, բայց հարկավոր կենցաղում, խոհանոցում։ Այն առաջի ժամանակներում շատ քիչ եղավ։ Այդ ներտնային միացումները շատ քիչ են, այսինքն հարմար չէր ժողովրդին տեղեր կար մինչև 500-400 մետր տարածքում պետք է քաշեին, այդ արդեն ահագին գումարի հետ էր կապված։ Պետք էր խնդիրել երբ Հա։ Հիմա արդեն մոդենում է տաներին։ Էսի գեյմ տունս, հա, արդեն հասանելի է ինձի երևի թե մի 10-20 մետր այդքան ցախսետ կաված խնդիր չէ։ Դուք օգտվեք գազից։ Պարզապես 100% դուկտվինք, որովհետև անհրաժեշտություն է սրվադրությամբ բոլորիս համար գազ ունենալը։ Փեդ ենք վառում, ավելի լավ է փեդի տեղը գազ օգտագործենք ու ավելի նպատակահարմար կեղնի, ավելի մաքուր կեղնի։ 1950 բնակիչ ունեցող Արևշատ գյուղի համար բնական գազի հասանելիությունը առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Սուբվենցիոն ծրագիրն այս խնդիրը ամբողջական է լուծում։ Նոր գազի ծրագիր անցած տարի ունեցանք, հիմա շարունակում է նույն ծրագիրը 10 փողոց ընդանուր, մոտ 3.5 կիլոմետր երկարությամբ, 10 փողոց։ Ունենք նաև եկող տարվա համար 2027 թվականի համար նախատեսված, այսինքն այս տարի կսկսեն 2026 թվականին նախագծման փուլում է, էլի։ Արևշատ եւ Գեղանիստ գյուղերի համար ծրագրի ընդհանուր բյուջեն 45 միլիոն դրամ է, գործին համայնքային մասնակցությունը կազմում է 53%։ Արթիկի տարածաշրջանի տասնյակ գյուղեր դեռ 80-ականներին են ունեցել բնական գազ, բայց ներքին գազատարներն են հնացել կամ վնասվել, որոնք նորացվել են, փոխվել։ Գյուղեր էլ ունեն, որ նոր են գազաֆիկացվում։ Երկու մանտաշներ, մեծ եւ փոքր մանտաշներ, Հայրնաց, Արևշատ, Գեղանիստ եւ մյուս գյուղերը, որտեղ որ դրա կարիք կա, մենք պարտադիր անում ենք 26 թվականին նորից կան գազաֆիկացման ենթակա համայնքներ, որտեղ որ այն թաղամասեր նոր կառուցված թաղամասեր կամ այն թաղամասերը, որոնք որ դուրս են մնացել գազաֆիկացումից, համայնքը պարտադիր անցկացնում է գազաֆիկացում։ Արդիկ խոշորացված համայնքի 23 բնակավայրերին գազով ապահովելու ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են։ Դրանք այս տարի կշարունակվեն նաև Լեռնակերտ, Նորկյանք, Պեմզարշեն, Տուֆաշեն եւ Փոքր Մանթաշ գյուղերում։ Ծրագիրը դարձյալ սուբվենցիոն է 90 միլիոն դրամ ընդհանուր արժողության։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։